Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որը գերազանցապես մեքենայացված եւ թվայնացված է։ Այսինքն մարդիկ այսօր շատ քիչ են շարժում անում։ Եթե կապված չի գործը, աշխատանքը եւ այլն շարժման հետ, օֆիսային աշխատանք, նստակյաց աշխատանք շատ է եւ նկատում ենք, որ ինչքան շատ մեքենաներ կան օրինակ քաղաք Երևանում եւ ժողովրդի մեծամասնությունը շարժում է տրանսպորտով։ Չի քայլում։ Չեն քայլում, ուղղակիորեն չեն քայլում։ Իսկ քայլելը դա կարևորագույն մարզանք է հոդի համար։ Հոդի աճառը, այսինքն աշխատող մակերեսը, դա հոդի աճառն է։ Հոդի աճառը սնվում է հոդի հեղուկից դիֆուզիայի ճանապարհով։ Հոդի աճառի մեջ չկա արյունատար անոթ, այսինքն պացիենտը երբ որ ներողություն անընդհատ ասում են պացիենտը, մարդը երբ որ ուղղակիորեն նստած աշխատանք անում, օրինակ համակարգչի դիմաց 6, 7, 8 ժամ նստած է, այդ հոդը չի աշխատում եւ այդ հոդը չի սնուցվում, որովհետեւ այնպես չի, որ չգիտեմ, օրինակ մկանի վրա սպոնտան արյան հոս կա, գալիս է սնուցում է շարժում են ձեռքերը։ Դու պիտի շարժումով սնուցես։ Այսինքն պիտի լինի բալանսավորված աշխատանք, որպեսզի հոդի հեղուկից օգտակար նյութերը, այսպես ասած, անցնեն աճառի հաստության մեջ, սնուցեն, վերանորոգեն եւ վերակառուցեն աճառային հյուսվածքը։ Մենք ունենք երկու բևեռներ։ Հոդի աճառը կարող է վնասվել գերծանրաբեռնվածության արդյունքում, երբ որ մարդու աշխատանքը կապված է գերծանրաբեռնվածության հետ, ընդունենք բանվորի աշխատանք կամ այլ աշխատանք։ Կոնկրետ հատվածի վրա շատ ծանրաբեռնվածություն եւ նաեւ սպորտային պրակտիկան, ինչու՞ չէ, սպորտսմենները գերծանրաբեռնում է, այդ տվյալ դեպքում արդեն աճառը ոչ թե չի սնուցում, այլ աճառը վնասում է, այսինքն հարատև դետոնացիաների, այսպես ասած, վնասող ազդակների արդյունքում աճառը ուղղակի միկրոճեղքեր են աճառի վրա առաջանում եւ բերում է աճառի փակության զարգացման, այնուհետեւ ավելի խորը շերտերի ընդգրկման եւ մյուս տարբերակը դա հիպոդինամիան է, այսինքն թե շարժունակություն։ Սա արդեն հակառակ բևեռն է, երբ որ հոդը ուղղակիորեն աշխատանք չանելու արդյունքում հոդի աճառը չի սնուցում։ Հիմա ես ինչ եմ խորհուրդ տալիս, մարդիկ անգամ այն մարդիկ, ովքեր որ նստակյաց աշխատանքով են զբաղվում առօրյայում, գոնե ժամը 1 կամ չգիտեմ 2 ժամ կարելի է, այո, վեր կենալ շարժվել, թեկուզ նստած վիճակում շարժումներ անել, ծնկերը բացել, փակել, եւ այդ նստակյաց աշխատանքը նաեւ վնասակար ողնաշերի գոտկային հատվածի համար եւ այլն։ Այսինքն շարժումներ անել, ինչ որ բալանս գտնել աշխատանքի եւ հոդերի, այսպես ասած, ֆունկցիոնալության մեջ եւ դրանով ապահովել հոդի համապատասխան սնուցումը, գոնե բազային սնուցումը։ Այսինքն հոդերի համար սա կարող ենք անել, իսկ վաղաժամ խնդիրները տեսնելու համար ինչ հարկավոր են։ Իդեպ ձեր ասացից հիշեցի, որ բալետի պարուհի հյուր ունեի, իր մոտ էլ ծանրաբեռնվածությունից խնդիրներ կար արդեն հնաշարժողական, այսինքն սպորտսմենների, երևի պարուհիների, պարողների մոտ էլ սա այլունդեղ է ծանրաբեռնում։ Իրենք էլ գերծանրաբեռնում։ Բայց մեր թիրախը հիմնականում չծանրաբեռնող տատիկ պապիկներն են, որ չեն շարժվում, հələ պապիկները մի քիչ ակտիվ են, տատիկները ավելի շատ նստակյաց կյանքով, ինչ անեն, որ հասկանան, որ իրենց մոտ խնդիր կա, ցավին սպասեն, թե էլի մինչև ցավը կա մի բան, որ կհուշի։ Տատիկ պապիկները, տեսեք, մեզ դիմում են հիմնականում մեծահասակ պացիենտների մասին խոսենք։ Ամենաառավել հանդիպող խնդիրը դա արտրոզն է, հոդի արտրոզ, այսինքն հոդի աճառի մաշվածությունն է։ Երևի 90% դեպքերում մեզ դիմում են հոդի աճառների խնդիրներով արկա պացիենտ են, արդեն արկա խնդիրներով պացիենտ են։ Ինչա տեղի ունենում, տեսեք, հոդի աճառի մաշվածությունը ինքը երկարատև process է, այսինքն դանդաղ, պրոգրեսիվող, հարաճող process է։ Ընդունենք, ունենք խնդիր, այս փուլում արդեն արկա խնդիր, չկա ցավ։ Այսինքն առաջին նախնական փուլերում գրեթե ցավ չի լինում, բայց երբ որ այդ եմ ուզում բացատրել, երբ որ սկսում է process-ը մի քիչ արդեն պրոգրեսիվ է, առաջանում է թույլ եւ միջին ինտենսիվության ցավ, ընդ որում անցողի կբնույթի ցավ։ Եղավ ցավ, անցավ, երբ որ մի քիչ կծանրաբեռնենք, որովհետեւ աճառը եթե գտնվում է ծանրաբեռնվածության տակ, այս դեպքում ցավը միգուցե կարտահայտի, որովհետեւ ենթաաճառային շերտում ունենք ցավը զգացող ռեցեպտորներ եւ այստեղ պացիենտը ցավը կզգա, բայց քանի որ ցավը ինտենսիվ չի, պացիենտի ուղեղում չի մշակվում այն բանը, որ պետք է դիմել բժշկի։ Այն ձեր ասած սրտի բանով էլի չվազում, հա, մի քեթ ցաված, մի քիչ ցաված, օրինակ բազմաթիվ անգամ եմ լսել, հարյուրավոր հազարավոր անգամ եմ լսել, որ պացիենտը դե ցաված կանցնի էլի։ Ոչ ցաված չի անցնի, այսինքն ցավը դա սիմպտոմ է, որը չպիտի լինի։ Եթե կա, ուրեմն մի բան կա արդյունքում։ Ինչ-որ մի տեղից է ցավը առաջանում։ Ասեմ ավելի վատ սցենար։ Երբ որ սկսում է ցավել, մի քիչ է ցավը ինտենսիվանում, հա։ Հարևանը ասում է, ես խմել եմ զիկլոֆենակ, դու էլ խմի։ Զիկլոֆենակը խմում է, դե ցավը զրկող հակաբուրբոքային պրեպարատ է, ցավը անցնում է։
2 հապ խմեց, 3 հապ խմեց, կան դեղեր, որ պացիենտները շատ լավ են անունների իմանում։ Խմեցի մի քանի օր, անցավ, ընդունենք մի ամիս չցավեց։ Այսինքն մենք կորցեցինք եւս մեկ ժամանակ կարևոր ամիս։ Երկրորդը, երրորդը, անցավ 1 տարի, հարմարվեցինք, օրգանիզմը սկսեց ադապտացվել եւ ինչ ֆենոմեն է զարգանում ենթագիտակցության մեջ պացիենտի։ Ցավը անցավ շատ հեշտ դեղով կամ ինչ-որ մի բանով կամ հանգստի փուլի անցնելով եւ մենք ասում ենք դե սա ինչ պիտի ինձ անի։ Սա խնդիր չի։ Սա խնդիր չի, սա լուրջ խնդիր չի։ Լուրջ խնդիրը միշտ մարդու մոտ ասոցիացվում է ինչ-որ լուրջ ցավի, այսպես ասած, հետ Դուք ասում եք դիկլոֆենակը մարդիկ իրար ասելով, ես գտեմ բանն հեղուկ են սրսկում, ինչ են անում, ներարկումներ են անում տատիկները հատկապես իրար լսելով, էլի, այդ մի հատ խնդրում եմ դրա դեմն առեք, ասեք որ չի կարելի, որտեղ հետևանքները Նայեք, բազմազան կողմնակի էֆեկտներ կարող ունենան։ Եթե առաջ բժշկի, այսպես ասեմ, էլի, այսինքն, եթե բժշկի ցուցում չկա, ինքնաբուխ, չգիտեմ, դեղորայք են օգտագործում, չգիտեմ, թեկուզ խմելու կապ չունի սրսկում են անում։ Կսրսկենք, խմեն, փոշի կլինի, հապ կլինի, կապսուլա կլինի, թե ամպուլա կլինի, կապ չունի, որովհետև դիկլոֆենակի եւ ընդունենք, հիմա հակագովաց չանեմ դիկլոֆենակին, որտեղ ինքը շատ կարևոր դեղ է մեր պրակտիկայում, դիկլոֆենակի եւ ամպուլան եւ հաբը նույն չափ վտանգավոր կարող են պացիենտի համար։ Պացիենտը չիմանալով, որ նա կարող է մեկ հաբի օգտագործումը կամ մեկ ամպուլայի ներարկումը առաջացնել ստամոքսային տրակտում, արյունահոսություն եւ բերել շատ անցանկալի հետևանքների, եւ չգիտեն նույնիսկ երբ կարելի է այդ հաբը օգտագործել, վերցնում են անգամ սոված փորին, ուղղակի խմում են կամ մյուս դեղերի հետ հարաբերակցությունը կամ մյուս դեղերի հետ հարաբերակցությունը կամ եւ այլն բայց ընդհանրապես ես նույնիսկ լինելով բժիշկ կամ ցանկացած բժիշկի այսօր որ հարց տանք այլ մասնագիտությանը վերաբերող դեղը մենք վախում ենք խմել զանգում ենք մեր ընկերներին ասում ենք կարելի է օրինակ չգիտեմ Ես դեղը օգտագործել։ Իսկ ինչ կարա, ես էլ եմ ունեցել պրակտիկայում բժիշկ ընկերոջ հարցել եմ པարզ բան, ինքը իհարկե ճիշտն ասել, գնա նեղ մասնագետի մոտ, գնա, որտեվ դա պատասխանատվությունից է իհարկե։ Հիմա հոդերի դեպքում էլ հասկացանք, որ էլի նախապես կարող են գալ, կարող են թեթև ցավի դեպքում արձագանքել, իսկ այս մասը ինձ համար միշտ մնում է պարադոքսալ։ Հիմա հեծանիվ քշի կմաշվի, թե հեծանիվ քշի շարժվի։ Համ ասում ենք շարժվի, համ ասում ենք կցավի, դե որ ցավի ոնց շարժվի։ Այս մասը անհասկանալի է եղած։ Ուրեմն տեսեք, առողջ հոդի պայմաններում ամեն ինչ թույլատրելի է ճիշտ կատարելու դեպքում։ Ամեն ինչ թույլատրելի է։ Այսինքն, եթե մենք ունենք առողջ հոդեր, գիտենք, որ առողջ է մեր հոդերը, մենք չունենք հավելյալ քաշ։ Պիտի խոսեմ նաև հավելյալ քաշի մասին, որովհետև սա հոդերի վրա ազդող Թերևս ամենավատագույն գործոնն է, որ ունենք եւ տառապում ենք մեծամասամբ։ Բացի այդ, հայ ազգը ունի մոտ 60% գենետիկական նախատրամադրվածություն հոդային խնդիրների առաջացման, մասնավորապես արտրոզի առաջացման։ Մենք գիտենք, որ այդ գենը կրում ենք։ Մենք բոլորս սիրում ենք շատ համեղ ուտել եւ չանել աշխատանք, այսինքն ֆիզիկական աշխատանք չանել, սպորտից շատ հեռու ենք, մատաղ սերունդը անգամ սպորտի հետ որևէ կապ չունի, այն ժամանակ սպորտը դա մեծագույն կուլտուրա էր, սկսած մանկապարտեզներից, դպրոցներից, հիմա ես տեսնում եմ, որ այդ տենդենսը հետ է զարգանում, չնայած իհարկե ունենք սպորտային աստղեր, գերաստղեր, շատ լավ ամեն օր ես գործում եմ սպորտների հետ, բայց այո, այդ սպորտը պիտի լինի։ Սպորտը չենք անում, հիպոդինամիկ ենք, քաշ ունենք հավելյալ։ Դե հոդերը ոնց դիմանում։ Այո, հոդերը ինչ անի։ Ամեն մի օրգանիզմում կառույց, ստրուկտուրա, օրգան ունի իր գենետիկական դիմադրության, այսինքն գենետիկական ծրագրավորումը։ Եվ սիրտը ունի, եւ ուղեղը ունի, եւ չգիտեմ, թոքերը ունեն, բոլոր ունեն, այդ թվում նաեւ հոդի աճառը ունի։ Եվ ժամանակի ընթացքում այդ դիմադրությունը, այսինքն այդ ծրագիրը աճառի դիմադրություն ծանրաբեռնվածության նկատմամբ սկսում է աշճանաբար սպառվել։ Բայց եկեք ու տեսեք, որ եթե մեր հոդը ծրագրավորված է 100 տարի աշխատելու շատ արդյունավետ, մենք սպառում ենք նրա ունեցածը մեր հավելյալ քաշով։ Մոդելը հետևյալն է. 1 կիլոգրամ, պետք է հիշեն, 1 կիլոգրամ մարմնի հավելյալ քաշը առանցքային հոդի վրա ավելացնում է 3-ից 5 կիլոգրամ ծանրաբեռնվածություն։ Այսինքն 3-ից 5 անգամ, այո, մենք սպառում ենք ռեսուրսները, հոդի աճառի դիմադրության ռեսուրսները ուղղակիորեն սպառում ենք։ Ու չենք հասկանում, որ սպառում ենք։